Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, երեք մամուլում մի սարսռեցուցիչ լուր կարդացի, որ Հայաստանի մարզերից մեկում հայրը իր 16 տարեկան զավակին գտել էր կախված։ Ահավոր սարսռեցուցիչ լուր, որ մարդ նույնիսկ իր թշնամուն չի ցանկանա։ Ճիշտ ասած նման մի լուր էլ կար մոտ 2-3 շաբաթ առաջ, էլի Հայաստանում 14 տարեկան երեխային էին ինքնասպանություն գործած գտել, էլի կախված։ Վերջին մի քանի ամիսներում երևի մի քանի այսպիսի դեպքեր եմ կարդացել մամուլում, երևի դուք էլ եք կարդացել։ Եվ գիտեք ինչ արեցի, գնացի ինտերնետի մեջ փնտրեցի հայերեն տարերով 14 տարեկան երեխան ինքնասպանություն է գործել։ Ու չեք պատկերացնի, տարեկան մի քանի հատ այսպիսի լուրեր կան, եթե ոչ 5-6 հատ։ Ինչի են մեր ազգի զավակները այսքան ինքնասպանություն գործում, ինչի են այս 14-ից 16-17 տարեկան այս տարիքի երեխաները այսքան ինքնասպանություն գործում։ Շատ ցավալի ողբերգական բաներ են սրանք, բայց նախքան շարունակելը ես ձեզ խնդրում եմ, այս ձայնագրությունը կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ ծնողներ, երիտասարդներ, քույրեր, եղբայրներ լսեն այս բաների մասին, միգուցե սթափվեն, հույսով լցվեն, որովհետև մեր երեխեքը, ես կարդացի մի քիչ պրպտեցի, այդ տարիքում երեխաները ավելի շատ ինքնասպանություն են գործում, մի քանի պատճառներով, օրինակ պատճառներից ամենաառաջինը դա նա է, որ իրենք չեն կարողանում այդ տարիքի դեմ մարտահրավերների, այդ տարիքի մարտահրավերների դեմ չեն կարողանում լուծումներ գտնել, ստրեսի դեմ չեն կարողանում, ստրեսը չեն կարողանում տանել։ Ես զարմանում եմ, էլի ասենք ոնց էր, որ այն 80-ական թվականներին անցյալ դարի, 90-ական թվականների, որ այդքան մութ ու ցուրտ տարիների միջով անցանք, բայց կարողանում էինք դիմանալ եւ հաղթում էինք, բայց հիմա այս հեռախոսների տարիքում, այս սմարթֆոնների տարիքում, ռիլների ու շորտերի կյանքի մեջ, երբ որ ամեն մեկը մի հիմար բան է անում եւ դա դնում է ինտերնետում, մարդիկ նայում են ինքը ունեցավ, ես չունեցա, ինքը ուրախ է, ես ուրախ չեմ եւ գնում են այդպես հուսահատ քայլերի են անում։ Սիրելի ծնողներ, սիրելի երիտասարդներ, եթե ծնող եք, ցույց տվեք ձեր երեխաներին եւ ասեք, որ երեխեք ձեր համար հույս կա, պետք չի տես բան անել, դա լավ բան չի։ Մեր բոլորի համար հույս կա, բայց այդ հույսը մենք չենք ճանաչում, որտեղ այդ հույսը Քրիստոսն է, Քրիստոսի մոտ չենք գնում։ Առանց Քրիստոս նշանակում է առանց հույս նշանակում է առանց Քրիստոս։ Երբ որ մենք մեր ուխտը, մեր հավատքը ուրացած ենք ու չենք կարողանում հասկանալ ոչինչ մեր հավատքի մասին եւ չենք փնտրում, չենք պրպտում, բայց մեր հետաքրքրությունները լրիվ աշխարհիկ բաների մեջ են, այդ հեռախոսների մեջ են, այդ էկրանների մեջ են, աշխարհիկ հաճույքների մեջ են, մեզ թվում է թե բոլորն ուրախ են եւ մենք մերժված։ Մեզ թվում է թե բոլորն ուրախ են, ամեն ինչ ունեն եւ մենք չունենք։ Եվ այսպիսի վիճակներում այս երեխեքը չեն կարողանում այդ հաղթահարել իրենց կյանքի այդ տարիքին բնորոշ ստրեսները։ Հայրեր ու մայրեր, խնդրում եմ ձեզ ավելի շատ խոսեք ձեր զավակների հետ, հասկացեք ինչ է կատարվում իրենց կյանքում, այդ ձեր հեռախոսներն ու զբաղվածությունները դրեք մի կողմ, մի քիչ գնացեք ձեր երեխայի սենյակը մտեք, երբ որ ինքը առանձին է իր սենյակում, ու մի հատ տեսեք ինքը ինչի մասին է մտածում, մի քիչ մխիթարեք իրեն, խիստ շատ մի եղեք իրենց նկատմամբ, մխիթարեք իրենց Աստուծո խոսքով, բերեք Աստվածաշունչը կարդացեք, երեխեքին ասեք եկեք Կիրակի օրը գնանք եկեղեցի պատարագի, տարեք սուրբ տեղերը ցույց տվեք, տարեք ուրիշ կյանք ցույց տվեք, ինքներդ այդ ուրիշ կյանքը վերցրեք։ Աստված չանի, որ հանկարծ նորից մենք էլի sense լուրեր կարդանք մամուլի մեջ։ Խնդրում եմ ձեզ, սիրելի ժողով, իմացեք, սիրելի երիտասարդներ ու երեխեք, որ մեր համար մեծ հույս կա։ Այս կյանքը այն չի, ինչ որ էկրանները ցույց են տալիս։ Նորից կրկնեմ, այս կյանքը այն չի, ինչ որ դուք տեսնում եք ձեր բակերում։ Այս կյանքը այն չի, ինչ որ ցույց են տալիս էկրանները։ Այս կյանքը այն չի, ինչ որ դուք տեսնում եք ինտերնետի մեջ։ Մեր համար, մեր կյանքի համար մեծ իմաստ կա։ Այդ իմաստը կոչվում է Հիսուս Քրիստոս։ Նա մեր հույսն է, նա մեր կյանքն է, նա մեր ճանապարհն է, նա մեր լույսն է, բայց այնքան է այս աշխարհը չարի մեջ, որ մթագնել է այդ ամեն ինչը, որտեղ դուք ձեր կամքով չեք թողնում, որ Տեր Հիսուսը գա ձեր սրտի մեջ մտնի։ Մթագնել է այդ ճանապարհը, որտեղ այդ մեր եսասիրությունը, մեր էգոիզմը, մեր սեփական ցանկությունների հետևից գնալը փակում են այդ ճանապարհը։ Բայց կանչեք իր անունն, ասեք Տեր Հիսուս Քրիստոս, որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորից։ Երեխեք ջան, մեծեր ջան, ձեր նեղությունների ու դժվարությունների մեջ կանչեք Տեր Հիսուսի անունը, Աստվածաշունչն ասում է, որ ամբողջ տիեզերքում, երկնքի եւ երկրի վրա չկա ավելի զորավոր անուն, քան Հիսուս Քրիստոս անունը, որի առաջ ծնկում է բոլոր մյուս անունները։ Կանչեք, ասեք Տեր Հիսուս Քրիստոս, որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորից,
Տեր Հիսուս Քրիստոս, որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորից, այսպես կանչեք շարունակ եւ կտեսնեք ինչպես փոփոխություններ կլինեն ձեր կյանքում։ Հույսը կգա կլցվի, որովհետեւ մեր համար հույս կա, այդ հույսը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Խնդրում եմ ձեզ, սիրելի քույրեր ու եղբայրներ, ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ։ Իսկ եթե ձեր երեխաները փոքր են, սկզբից մանկուց ամեն օր Աստվածաշունչ կարդացեք իրենց համար, պատմեք Տեր Հիսուսի մասին, պատմեք ինչպես պետք է երեխաները ինչ վարքով մեծանան, պատմեք սովորել դժվարություններ տանել, խոսեք դժվարությունների մեջ, պատմեք թե ինչքան բուժիչ բան է դժվարությունների միջով անցնելը մարդու համար, որպես ես երեխեքը այդ ստրեսի, մերժումների, իրենց կյանքում ունեցած մերժումների դեմ կարողանան իմանալ ինչպես պայքարել։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, ցավում եմ բոլոր նման բաների համար, ահա որ ցավում եմ դրա համար ուզեցա այս զայնագրությունն անել եւ ձեզ էլ նորից խնդրում եմ, կիսեք այս զայնագրությունը ձեր էջերին, օգնեք որ ավելի շատ մարդիկ տեսնեն, իմանան, միգուցե դրանցով դուք մի քանի կյանքեր փրկեք։ Մեր Տեր Աստծուն, Փառքոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։